Շատ են բևեռվել այս կետի վրա, թե ինչի չգիտեմ։ Մենք ուզում ենք Տեր Արամը մնա։ Ինչի են ընկել այսքան։ Աղմկում են ու կոկորտ պատրում այս կանայք եկեղեցու բակում տեսախցիկ տեսնելիս։ Չնայած ի պաշտոնե հսկում են Հովհան նավանքի դիմացի զուգարանն ու ջրեր վաճառում, բայց ավելի ուշադիր հսկում են, որ անցնող դարձողը զուր տեղը Տեր Արամի անունը չտա։ Տեր Արամը մի հատ սուպեր անձնավորություն է։ Տեր Արամը եւ Նիկոլը մնալու են ու կընտրվեն ու կմնան։ Դժգոհում են Տեր Արամի պաշտպանները, որ վերջին օրերին եկեղեցու տարածքում լրագրողներ են հայտնվում, հարց ու փորձ անում մի միջադեպի մասին, որն իրենց համոզմամբ տեղի չի ունեցել։ Ոչ մի միջադեպ չի եղել։ Իրեն սատարողներին հերքում է հենց Տեր Արամը։ Միջադեպ եղել է իր եւ Տեր Մանուկի միջև, հնչել են սպառնալիքներ, ոստիկաններ հավաքվել Հովհան նավանքի տարածքում։ Միջադեպ եղել է այստեղ, ինքին ասաց, որ դու քո գերեզմանը փորեցիր։ Տեր Արամին կուրորեն սատարող գյուղացիները պարզաբանում են, 2 օր առաջ պարզապես մարդաշատ է եղել վանքի տարածքը, իսկ իրականում ոստիկանաշատ։ Ոստիկանները այստեղ գործ են ունեցել, այդ օրն են եկել, ասենք, չգիտեմ ինչ են լսել, ինչ չեն լսել, ոչ մի աղմուկ էլ դուրս չեկել, բայց ինչ գործ են ունեցել ոստիկանների եկեղեցում։ Ինչի բանամ, ես տեղյակ չեմ։ Տեր Արամ, Տեր Մանուկ միջադեպից խուսափում են խոսել գյուղում, իսկ ով է միջադեպի օրը եկեղեցի ոստիկաններ կանչել։ Չէ, ոչ մեկը չի կանչել նրանց։ Նրանք ոտոր ասած գարեգին նաղարկում, նրան մեկը կղարկել է, ինչ կարիք կա որ։ Չի կարել է այդպես։ Դուք ուզում եք ու մարսը գա, ես ուզում եմ մարսը գա։ Ասես չի։ Չեն կանչել, գյուղացիները հասկացնում են, որ ուղարկվել են ոստիկանները, հավանաբար եկեղեցու դեմ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնող Տեր Արամին տեր կանգնելու համար։ Անդադար կրկնում են, Հովհան նավան գործուղված Տեր Մանուկին իրենք չեն ընդունում, գոհ են հոգևոր հովիվ Տեր Արամի ծառայություններից, ասում են ամեն ինչ ձեռքից գալիս է։ Ինչ Տեր Մանուկ չեմ ճանաչում նրանց, առապես չգիտեմ Տեր Մանուկն է թե Տեր Բազուկն է, բայց այս մարդուցին չեն ուզում, չեմ հասկանում։ Գոհ ենք, ամբողջ մեր հասարակությունն է գոհ, ոչ թե Տերը հոգևորական, այլ բանվոր է աշխատել, ինքը բանվորություն արել, ամեն ինչին ձեռը քցել։ Հավանում եմ իր արած աշխատանքով, ոչ որպես հոգևորական, ես նրան ընկերական, բարև է տալիս, բալուս է տալիս։ Կարգապահական հանձնախմբի նիստ է հրավիրել մայրաթոռը։ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով պետք է քննարկվեր նաև Տեր Արամ քահանա Ասատրյանի եւ Տեր Տարոն քահանա Հունանյանի հարցը, որոնք աչքի են ընկել ներեկեղեցական բարքերի քննադատությամբ, սակայն հոգևոր հայրերը նիստին չեն ներկայացել։ Ամբողջական քննություն հարցին հանձնախումբը չի կարողացել ամբողջական քննություն ունենալ եւ մենք այս առումով նաեւ հույս ունենք, որ Տեր հայրերը անդրադարձ կունենան եւ կանոնական դաշտ գալով ի վերջո կգան մայրաթոռ եւ իրենց այդ հանդիպումը տեղի կունենա, կլինեն պարզաբանումներ։ Տեր Եսայի քահանա Արթենյանի պարզաբանմամբ Տեր Տարոնի հետ կապ հաստատել չի ստացվել։ Տեր Արամը չի ներկայացել տարօրինակ պատճառաբանությամբ։ Նախ ինձ բանավոր են առաջին անգամ հրավիրել, ասել են, որ 1-2 եպիսկոպոս կան, ուզում են քեզ տեսնեն, հետդ խոսեն, իսկ դա բիսեդկայի խոսակցություն չի, որ մի 2 եպիսկոպոս ուզում են գան, քեզ տեսնեն կամ դու գնա իրենց պես հետները խոսիր։ Մայրաթոռի տեղեկատվական համակարգից պնդում են, Տեր Արամին 2 անգամ գրավոր հրավեր են ուղարկել։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։